9 տարին կամ 10 տարին միշտ այդ օրերին լինում եմ ես։ Կատյա Գալստյանն արդեն 11 տարի է աշխատում է շտապօգնության համակարգում, որից շուրջ 10 տարին ամանորը դիմավորել է աշխատանքի վայրում։ Այս տարին էլ բացառություն չէր, տոնական օրվա զանգերը սկզբում բարձր տրամադրությամբ էին ամանորը դիմավորելու շնորհավորանքներով, իսկ արդեն կեսգիշերից հետո ցածր ճնշման, ալկոհոլի չարաշահման եւ ինքնազգացողության վատացման հետ կապված ահազանգերով։ Սովորական օրերի համեմատ ավելի ծանրաբեռնված է լինում։ Քրոնիկ հիվանդություններով հիվանդների կանճերի հետ զուգընթաց լինում է այդ օրերի ծանրաբեռնվածությունը եւս։ Դեկտեմբերի 31-ին կանչերի ակտիվություն արձանագրում են բոլոր աշխատակիցները։ Ունեցել ենք կանչեր բազմաթիվ վնասվածքներով, ճնշման բարձրացման կանչեր, հաշվի առնելով որ բուքեր, ճանապարհները անանցանելի էր, չենք ունեցել խնդիրներ, բոլոր բրիգադները նորմալ սպասարկել են, ուշացում չենք ունեցել։ Ամանորի գիշերը չեմ աշխատել, այստեղ առաջի անգամ էր կոլեկտիվի հետ։ Եվ պատասխանատվությունը ավելի մեծ է։ Իհարկե, պատասխանատվությունը շատ մեծ է, պիտի ճիշտ ընդունենք։ Հանրապետական շտապօգնության ծառայության հյուսիսային տարածաշրջանում տոնական օրերին, այդ թվում դեկտեմբերի 31-ին աշխատանքը կազմակերպվել է ուժեղացված ռեժիմով։ Գրեթե բոլոր կայաններում եւ ենթակայաններում ներգրավել են հավելյալ բրիգադներ։ Այս տարի լարվածությանը գումարվել էր նաեւ առատությունը, որը դժվարացնում էր թե տեղաշարժը, թե արագ արձագանքը։ Աշխատել ենք ուժեղացված ծառայությամբ, ճիշտ է, ունեցել ենք մի քանի ալկոհոլային թունավորում, սննդային թունավորումներ, բայց ոչ ծանր մասշտաբների, փոքր վթարներ ունեցել ենք, որոնք փառք Աստծո մայրով չի գրանցվել։ Ուզում եմ առիթից օգտվել եւ նաեւ շնորհակալություն հայտնել ներքին գործերի փրկարարծառայությանը, որոնք տոնական օրերին գիտեք, որ առատ տեղումներ ունեինք ցան տեսքով, շատ մեծ աջակից են եղել։ Առատձյան պայմաններում առավել դժվարին իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի ապարանի հատվածում, ինչպես նաև Շիրակի եւ Լոռու մարզերի որոշ գյուղական բնակավայրերում։ Եղել են տարածքներ, որ մանավանդ գյուղական տարածքներում մեքենաները չեն կարողացել լրիվ հասնել հիվանդատիրոջ կամ հիվանդի մոտ, բրիգադաները ոտքով են գնացել, մոտեցել հիվանդի տանը, սպասարկել, դուրս եկել, նորից հետ վերադարձել շտապօգնության մեքենան։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը աշխատել են 7 բրիգադներ առանց զանգվածային թունավորումների կամ հիվանդությունների բռնկումների։ Տոնական օրերին դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը ներառյալ աշխատել ենք 7 աշխատախմբով։ Վերջին օրերին տեղացած առատության եւ բկի հետևանքով միանշանակ ունեցել ենք դժվարանցանելի ճանապարհներ։ Մասիայի շրջանում ենք ունեցել, այստեղ Լեռնապատ գյուղի շրջանում ենք խնդիր ունեցել տեղափոխման մեքենաների համար, ուղղակի այդ բային անանցանելի է եղել, հետո 911 ծառայության միջոցով բացվել է ճանապարհը։ Շտապօգնության հյուսիսային տարածաշրջանի ղեկավարի խոսքով վերջին տարիներին համակարգում իրականացվել են էական բարեփոխումներ։ Ավտոպարկը համալրվել է Ford եւ Toyota Magnitsky շտապօգնության մեքենաներով, այդ թվում ամենագնացներով, որոնք նախատեսված են դժվարանցանելի բնակավայրերի համար։ Կարելի է ասել ներկայիս մեծ խնդիր չունենք մեքենաների մասով, ավտոպարկը արկին բավականին լավ վիճակում է գտնվում, մեր մեքենաները բոլորը տեխնիկապես սարքին վիճակում են, հյուսիսային տարածաշրջանով 300-ից մինչև 400-450 կանչ օրական սպասարկում է Հանրապետական շտապօգնության հյուսիսային տարածաշրջանը։ Կարևոր ձեռքբերումներից է նաև միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրումը, որի շնորհիվ կանչերը սպասարկվում են բուժառուին ամենամոտ գտնվող բրիգադի կողմից։ Ձեռքբերումներից եղել է ընդհանուր օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրումը, որը շարունակաբար զարգանում է եւ նախատեսված է, որպեսզի մեր ազգաբնակչությանը ավելի արագ եւ որակյալ բուժօգնություն կարողանանք մատակարարել։ 2026 թվականին Հանրապետական շտապօգնության ծառայության հյուսիսային տարածաշրջանում նախատեսվում է շարունակել տեխնոլոգիական արտադրությունը, ներդնելով նոր ավտոմատացված ծրագրեր, որոնք կօգնեն առավել արագ որոշել կանչին ամենամոտ բրիգադը եւ նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։
Գյումրու հայորդաստանը ամանորյա տրամադրությունը շարունակվում է։ Արցախցի փոքրիկները եկել են այստեղ ոչ միայն իրենց նվերները ստանալու, այլև արցախյան բարբառով ներկայացում դիտելու համար։ Բարբառով շատ հետաքրքիր հեքիաթ էր ստեղծել, որի մեջ կար բարություն, երբ որ մենք հերոսները կարող են դառնալ բարի, դառնալ կաղանդ պապիկ եւ օգնել բոլորին, քանի որ գիտեք Արցախում շրջափակում էր եւ չկար ինչ որ հնարավորություն նվերներ բերելու, ինչ որ փորձում էին ստեղծել այդ հերոսները նվերներ, որովհետեւ հենց հերոսները, ովքեր որ այդ հեքիաթը պարգևում էին, իրական մարդիկ են եւ այդ հեքիաթը իրական պատմություն էր եւ հեքիաթի հիման վրա ստեղծվեց տեխնիկային ներկայացում։ Հեքիաթի հեղինակը հայրենադարձ Մարինե Շարշավչյանն է, որն ընտանիքի հետ տեղափոխվել էր Արցախում ապրելու։ Գրքի վաճառքի ամբողջ հասույթն ուղղվել է արցախցի երեխաներին նվերներ գնելու։ Ներկայացել է Մարալիկի կերպարը, որը սպասում էր ծմեր պապիկին, բայց քանի որ ծմեր պապիկը մոռացել էր, որ պետք է գար ու չեկավ, նրա ծմեր պապիկի կերպարը որոշեց Մարալիկի հայրիկը մարմնավորել։ Ներկայացումը շատ հավանեցինք, առաջի հերթին, որ ինքը հենց մեր Արցախի բարբառով է, որ մեր երեխաները երբեք չմոռանան իրենց բարբառը։ Շատ ցանկալի է նման միջոցառումներ կազմակերպելը, որովհետև երեխաները դպրոցում խոսում են հենց գյումրվա բարբառով, իրենց ընկերների հետ շփվում են գյումրվա բարբառով։ Եղանված ենք Ստեփանակերտից։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նմանատիպ կերպում են միջոցառումներ երեխաների ուրախացնելու համար ու կհորդորեմ, որ մեր բարբառը միշտ պահպանենք, երբեք չմոռանանք։ Միջոցառման առանցքում երեխաներն են։ Նվերներից ու ներկայացումից զատ առաջնային են երեխաների զգացողությունները։ Արցախից եմ եկել, ձմեռ պապիկից նվեր էի ուզել, iPhone 17 Pro։ Ձմեռ պապիկից չեմ նեղացել։ Փախին բանը ինձ շատ դուրս է եկել։ Ստացել եմ տիկնիկ։ Ես ուզել ձմեռ պապիկից բերել ես։ Խոհանոցի նաբոր։ Բերել է։ Նմանատիպ նախաձեռնությունները ցույց են տալիս, որ հոգատարությունն ու ջերմությունը տարվա օրացույցով չի սահմանափակվում։ Սուզաննա Խարատյան, Խան Հովանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցել քննարկում միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ։ Ներկայացվել են քաղաքացիության հիմնախնդիրների շրջանակն ու նախանշվող վերափոխումները, զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները, անդրադարձ է կատարվել իրավական շրջանակի գործընթացների եւ գործիքակազմի հետ կապված հարցերին։ Մանրամասներ են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների ու քայլերի վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել քաղաքացիության ինստիտուտի վերանայմանն ուղղված լուծումների վերաբերյալ, ներկայացրել առաջարկություններ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ազգային անվտանգության ծառայություն եւ ներկա գտնվել ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա նվիրված միջոցառմանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով շնորհավորել ներկաներին ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով շնորհակալություն հայտնել ծառայության համար ԻՇԱ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի։ Երկրի ղեկավարի խոսքով կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատեվության օրակարգը եւ բոլոր նպատակների գործողությունների կենտրոնում ու առանցքում դրվել է պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ 2018 թվականին ես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ձեզ հայտնի գործընթացների արդյունքում եւ պետական համակարգի համար, այդ թվում ազգային անվտանգության ծառայության համար եղել եմ բացարձակապես նոր մարդ եւ այսինքն նոր մարդ չեմ, բայց նոր կարգավիճակի մարդ եմ եղել եւ 2018 թվականից մինչեւ այսօր ես երբ որ վերլուծում եմ, ընդ որում ես ընթացքում ազգային անվտանգության ծառայության 6 փաստացի տնօրեն է փոխվել, եւ ես ուզում եմ այս ընթացքում իմ զգացողությունը կիսել ձեզ հետ, որ ծառայության նկատմամբ, որպես ծառայություն, որպես պետական ինստիտուտ, ես ինչքան մտածում եմ, ես չունեմ ոչ մի վերապահում։ Պատկերացնեք 2018 թվականից ինչեր են տեղի ունեցել։ Այսինքն նախ այդ սկզբնական շրջանը, այդ հեղափոխական շրջանը, դրանից հետո
տեղի են ունեցել իրադարձություններ, 20 թիվ կովիդ, պատերազմը, հետպատերազմական իրավիճակը, 21 թվի ճգնաժամային իրավիճակները, հետագայում ամենատարբեր իրադարձություններ։ Եվ ես որպես պետության առաջնորդ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազգային անվտանգության ծառայության նկատմամբ որպես ծառայություն չունեմ ոչ մի վերապահում։ Այսինքն չի եղել մի իրավիճակ, որտեղ ես մտածեմ, որ ծառայությունը որպես պետական մարմին պետք է գործեր այսպես, բայց չի գործել այդպես, այլ գործել է բոլորովին այլ կերպ, բայց ես չեմ ասում որպես անձ, որպես Նիկոլ Փաշինյան։ Ես ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև մենք այսօր պետության հարաբերության օրակարգն ենք որդեգրել եւ մեր բոլոր նպատակների եւ գործողությունների կենտրոնում եւ առանցքում դրել ենք պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ շատ կարեւոր է, որ պետությունը անկախ քաղաքական իշխանության բնույթից եւ էությունից ունենա ամուր հենարան, ունենա թիկունք։ Եվ սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը եւ զարգացումը ապահովելու համար։ Այսօր կառավարության նիստում մենք քննարկում ենք վերջին 2018 թվից էսկոմ մեր տնտեսական արդյունքները, այսինքն ինչ տնտեսական արդյունքներ ենք արձանագրել եւ նաեւ պիտի արձանագրենք, որ այդ տնտեսական արդյունքները հնարավոր չէ արձանագրել այդ թվում տնտեսական գործունեության անվտանգությունը ապահովելու տեսակետից։ Եվ այստեղ ես կարևոր եմ համարում գնահատել ազգային անվտանգության ծառայության ներդրումը եւ այս իմաստով գիտեք ինչ ծառայության առանձնահատկություններից այնպիսին են, որ պարտադիր չի, որ մենք թվարկենք, թե ինչեր է արել ազգային անվտանգության ծառայությունը։ Ընդհակառակը մենք ինչքան քիչ թվարկենք, որովհետև երբեմն ազգային անվտանգության ծառայությունը ոչ մի բաներ պետքա չառնի։ Իր ներկայությունը ուղղակի, իր ներկայությունը եւ իր ներկայությունից բխող ազդեցությունները պետքա բավարար լինեն։ Եվ մենք այսօր էլի վերադառնալով կառավարության նիստի տրամաբանությանը, մենք այսօր ընդունեցինք Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը եւ այս համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ նաև ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես կարևորագույն մյուս պետական մարմինները, այս տրամաբանությունը եւ օրակարգը ընդունեն։ Ընդ որում, տեսեք, ես ասում եմ, որ ծառայության նկատմամբ որպես այդպիսին ոչ մի վերապահում չունեմ եւ չունեմ, բայց դա չի նշանակում, որ ծառայության գործունեությունը եղել է անթերի։ Ոչ մեկից գործունեությունը չի եղել անթերի։ Սկսած վարչապետից, կառավարության անդամներից, բնականաբար։ Եվ ես կարծում եմ նաև, որ մենք մեզնից անթերիություն պահանջելիս սխալ ենք գործում, որովհետև լրացուցիչ լարումներ ենք ստեղծում, որովհետև խնդիր ենք դնում, որ հնարավոր չի լուծել։ Ընդհակառակը մենք պետք է փոքր տարածքներ ունենանք, որպեսզի ավելի ազատ կարողանան գործել, ստեղծագործաբար կարողանան գործել, բայց մյուս կողմից իհարկե պետք է ամեն փուլում կարողանանք վերլուծել, թե ինչն էր, որ այնուամենայնիվ մենք այլ կերպ պետք է անենք, ինչն էր, որ ոչ թե նախկինում թույլ տված սխալների համար կամ բաստողումների համար, որ ինքներս մեզ տանջենք, այլ առաջիկա շրջանում մեր գործունեությունը ավելի որակյալ դարձնելու համար։ Եվ ես որ մտածում եմ, օրինակ ազգային անվտանգության ծառայությունը ինչպիսի վերափոխումների պետք է ենթարկվի, իմ մտածումների հիմնական ուղղությունը հետևյալն է, որ մենք ավանդաբար ազգային անվտանգության ծառայությունը ընկալում ենք որպես առաջնային ուժային կառույցներից մեկը, եւ դա այդպես է, եւ դա պետք է այդպես լինի, բայց իմ կարծիքով ազգային անվտանգության ծառայությունը գործնականում ուժային կառույց պետք է լինի ամենավերջին հերթին, այսինքն ուժի գործադրման պահը պետք է հասնի այն ժամանակ, երբ որ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը կա։ Եվ ընդհակառակը ծառայության գործունեության ամբողջ իմաստն ու նպատակը պետք է լինեն, որ այդ ուժը ցույց տալու պահը չհասունանա։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է գնալով ավելի ու ավելի շատ լինի, այսօր էլ կա, նախկինում էլ կա, ավելի ու ավելի շատ լինի ինտելեկտուալ վերլուծական մարմին, որ
եւ ուժայինը լինի այն չնախատեսված եւ չկանխատեսված դեպքը երաշխավորելու համար, բայց մյուս կողմից ամեն ինչ պետք է արվի, որ այդ չկանխատեսված եւ չնախատեսված դեպքը տեղի չունենա։ Եվ հետեւաբար ես նաեւ տնօրենի առաջ այդ խնդիրը դրել եմ, որ առաջիկա շրջանում մենք պետք է հենց դրա վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք, իհարկե ազգային անվտանգության ծառայության ուժային կարողությունները պետք է շատ լրջորեն զարգանան։ Հալեպում հրադադար է հայտարարվել։ Սիրիայի պաշտպանության նախարարությունից նշել են, որ քրդերի հետ մի քանի օր տևած կատաղի բախումներից հետո ռազմական գործողությունները դադարեցվում են։ Քրդական զինված խմբավորումներին մի քանի ժամ են տվել Հալեպի թաղամասերը լքելու համար։ Սիրիական դեմոկրատական ուժերը դեռ չեն մեկնաբանել այդ պահանջը։ Սիրիական կառավարական բանակի եւ քրդական ուժերի միջև բախումների ընթացքում զոհվել է առնվազն 21 մարդ։ Հազարավոր քաղաքացիներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ակնկալվում էր, որ ըստ Սիրիայի նոր իշխանության հետ ձեռք բերված համաձայնության քրդական ուժերը պետք է ինտեգրվեն սիրիական բանակին մինչև 2025 թվականի վերջ, սակայն վերջին օրերին կողմերը մեղադրեցին իրար գործարքը ձախողելու համար։ Այս ֆոնին Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահների հետ քննարկելու տարածաշրջանային կայունության հետ կապված հարցեր։ Շարան ընդգծել է քաղաքացիական բնակչության պաշտպանության, Հալեպի անվտանգության ապահովման եւ երկրի վերակառուցումը խոչընդոտող անօրինական զինված գործողությունների դադարեցման կարեւորությունը։ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մոտ 2 շաբաթ, ի սկզբանե դրանք բռնկվել էին ազգային արժույթի անկման եւ գնաճի պատճառով, սակայն այժմ ստացել են հակակառավարական բնույթ։ Երկրի ամբողջ տարածքում, այդ թվում Թեհրանում, լարված է ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են արձանագրվել։ ԶԼՄ-ների տվյալով ակցիայի մասնակիցները հրկիզել են ոստիկանական մոտոցիկլեր, հեռուստակայաններ, տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներ, ինչպես նաեւ Գերագույն առաջնորդ Խամենեիի լուսանկարները, վանկարկելով մահ բռնապետին եւ աջակցություն հայտնելով Իրանի վերջին շահի որդուն Ռեզա Փահլավիին։ Ցույցերի ֆոնին ամբողջ երկրում հեռախոսային եւ ինտերնետ կապը սահմանափակվել է, հաղորդվում է, որ ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասնում է 42-ի, այդ թվում 34 քաղաքացիական անձ եւ 8 իրավապահ։ Հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալվել են։ Իրանի նախագահը կոչ է արել ոստիկաններին խուսափել ցուցարարների հետ բախումներից։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է Դոնալդ Թրամփը։ Նա հայտարարել է, որ Իրանում ցույցերին մասնակցում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, ուժեղ հարված կհասցնի Իսլամական Հանրապետությանը, եթե ուժայինները ցուցարարների սպանեն։ Թրամփը նաև չի բացառել, որ կարող է հանդիպել Փահլավիի հետ, սակայն դա դեռ պատեհ չի համարում։ Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, զոհվել է 4 մարդ եւս 19 վիրավորվել։ Տուժածների թվում կան բուժաշխատողներ, վնասվել են բնակելի շենքեր, քաղաքացիական օբյեկտներ եւ կենսական կարեւորության ենթակառուցվածքներ։ Որոշ շրջաններում խափանվել է էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումը։ Տեղական իշխանության տվյալով վնասվել է նաեւ մայրաքաղաքում տեղակայված դեսպանատներից մեկը։ Թիրախում է եղել Լվովը, տեղական իշխանությունը հայտնել է, որ հավանաբար կիրառվել է օրեշնիկ հրթիռ։ Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այդ թվում օրեշնիկով հարվածել են Ուկրաինայի տարածքին։ Ի պատասխան դեկտեմբերի 29-ին Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա ուկրաինական ուժերի ենթադրյալ հարձակման։ Ռուսական կողմը նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ժամեր առաջ հարվածել են Բելգորոդի մարզին, ինչի հետևանքով կես միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Կան տուժածներ։ Ռուս-ուկրաինական հակամարտությանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը, հայտարարել, որ աջակցում է հակառուսական պատժամիջոցներին, սակայն հուսով է, որ դրանց կարիքը չի լինի։ Նա հավելել է, որ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է։ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության գործարք կնքել։ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Փարիզյան բանակցությունների արդյունքներով Կիևը եւ Վաշինգտոնը համաձայնության են հասել անվտանգության երաշխիքների շուրջ։ Պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ամերիկյան թիմը պետք է կապ հաստատի Մոսկվայի հետ հասկանալու ինչի են նրանք պատրաստ դիվանագիտության ոլորտում։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն այժմ նախընտրում է հրթիռակոծել Ուկրաինայի տարածքը, հատկապես ձմեռային բարդ պայմաններում։ Նա կոչ է արել դաշնակիցներին ճնշում գործադրել Մոսկվայի վրա դադարեցնելու պատերազմը։ Շրջակա միջավայրի նախարարությունը հետևում է հանրապետությունում օդի որակին։ Այն ունի մի քանի տասնյակ նմուշարման շարժական կայաններ Հայաստանի 10 համայնքում։ Սյունիքում դրանք տեղակայված են Կապանում եւ Քաջարանում։
Կապանում ու քաջարանում ունենք ընդհանուր 11 նմուշ կապանում է փակցում, 15 նմուշ էլ քաջարան քաղաքում է կպցում։ 15 օր մեկ գալիս ենք, նմուշները վերցնում ենք եւ տանում ենք, փոխում ենք։ Նմուշները մեր մոտ է լինում։ Նորերը կպցնում ենք, հներն էլ հանում ենք, փաթեթավորում ուղարկում Երևան։ 2025-ն առանձնացավ տեղումների ցածր ցուցանիշով, դա վատ ազդեցություն է ունեցել մթնոլորտային օդի որակի վրա, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքում։ Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանի խոսքով, անկախ նրանից, որ քաջարանը հանքարդյունաբերական համայնք է, մայրաքաղաքի հետ համեմատելիս պարզ է, որ այստեղ օդը շատ ավելի քիչ աղտոտված է։ Ընդհանուր առմամբ մենք ծծմբի եւ ազոտի երկօքսիդներով շատ բարձր կոնցենտրացիաներ կապանում եւ քաջարանում ըստ մեր տվյալների չենք ունենում, այսինքն բարձր ասելով շեմը չի հատում, այսինքն սահմանային թույլատրելի կոնցենտրացիա հասկացողություն ունի շեմ, որից բարձրը արդեն համարվում է աղտոտված ըստ կառավարության 169 որոշման, դա ծծմբի երկօքսիդի համար 50 միկրոգրամ մետր խորանարդն է, ազոտի երկօքսիդի համար 40 միկրոգրամ մետր խորանարդ է։ Սակայն հիմնականում մենք ունենում ենք ավելի ցածր կոնցենտրացիաներ։ Հիդրոթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կայքում կարելի է տեսնել ամփոփ տվյալներ քաջարանի օդում ազոտի երկօքսիդի եւ ծծմբի երկօքսիդի վերաբերյալ։ Լեռնագործների քաղաքին վերաբերող վերջին տվյալները հոկտեմբերինն են։ 2025-ի 10-րդ ամսում մայրաքաղաքում հատկապես շատ բարձր են եղել ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաները, հասնելով մինչև 60 միկրոգրամ մետր խորանարդ ցուցանիշի։ Այնինչ քաջարանի 1 խորանարդ մետր օդում ընդամենը 12 միկրոգրամ ազոտի երկօքսիդ է եղել։ Բնական է, որ ծծմբի եւ ազոտի երկօքսիդները հնարավոր է, որ բարձր չլինեն կոնցենտրացիաները, որովհետև այդ դեպքում իրականացվում է հարստացման process, ոչ թե բարձր ջերմաստիճանային այրում, ձուլում եւ այդ դեպքում ծծմբի երկօքսիդը կոնկրետ կարող է կոնցենտրատում մնալ եւ որպես գազ չարտանետվել եւ բացի դրանից բաց տարածությամբ այդ հանքերի ռելիեֆով պայմանավորված կարող է այդ գազերը շատ հեշտ ցրվել ու մաքրվել։ Դրա համար բնական է, որ ծծմբի եւ ազոտի երկօքսիդներով հնարավոր է, որ գերազանցումներ շատ անգամ չտեսնենք։ Գոհար Հակոբյանի խոսքով շրջակա միջավայրի նախարարությունը հանքագործների համայնքում փոշու մոնիթորինգ դեռևս չի անում։ Բացը լրացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձեռնարկության բնապահպանները 24/7 ռեժիմով հետևում են մթնոլորտային օդում փոշու առկայությանը։ Վերջին սերնդի սարքավորումները քաջարանի օդում PM2.5 եւ PM10 մասնիկների, ինչպես նաեւ մի շարք այլ տարրերի վերաբերյալ տեղեկությունն առցանց փոխանցում են։ Եթե տվյալը հատում է սահմանաչափը, ապա այդ հատվածը ցույց տվող տողը մոնիթորին նույն պահին կարմրում է։ Այս պահին ցույց տամ քաջարանի թիվ 2 մանկապարտեզի հենց առցանց տվյալներն են, որտեղ չափվում է PM2.5, PM10 քամու ուղղությունը եւ տվյալները ասեմ էլի որ կանանչա, այսինքն ինքը նորմայի մեջ է այս պահին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպաններն ամփոփում են թե օրական, թե ամսական, թե տարեկան տվյալները։ Մթնոլորտային օդում PM2.5 եւ PM10 մասնիկների բարձր պարունակություն արձանագրվում է, բայց այն հազվադեպ է հատում թույլատրելի սահմանաչափը։ Այսպիսով 2025 թվականի նոյեմբերին, որն առանձնացավ բացառիկ չոր եղանակով, քաջարանում PM2.5-ի միջին ցուցանիշը եղել է 0.159 հարյուրորդական միկրոգրամ մետր խորանարդ։ Գրանցվել է խախտման 1 դեպք, երբ օդի որակի ցուցիչը գերազանցել է թույլատրելի առավելագույնը շատ կարճ ժամանակով։ Սկսեմ նրանից, որ ԶՊՄԿ բնապահպանության բաժինը շատ վաղուց անում է մի շարք տարբեր ցուցանիշների հետ կապված մոնիթորինգ աշխատանքներ եւ հանքարդյունաբերության ոլորտում առանց բնապահպանական մոնիթորինգի անհնար է, որտեղ այդ տվյալները բազմաթիվ տեղեր օգտագործվում են։ Դրանցից ամենաառաջնայինները օդի ջրի եւ հողինն են, քանի որ ձեր այսօրվա թեման վերաբերվում է օդի որակին, նշեմ, որ բացի մեր արտադրական տարածքներում, Քաջարան համայնքում 3 տեղ ունենք օդի որակի չափման ստացիոնար սարքեր։ Կցանկանամ անպայման նշել, որ սարքերի ընտրությունը պատահական չէ, սարքերը ձեռք են բերվել համաշխարհային 2 մեծ խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունից եւ նրանց աշխատանքից հետո մեզ տրամադրել են, թե ինչ չափորոշիչների սարքեր պետք է ձեռք բերվի։ Կարևոր է հետևել ոչ միայն փոշու քանակին, այլ նաեւ պարունակության
շարունակությանը։ Փոշու համեմատաբար խոշոր մասնիկները վնասակարությամբ զիջում են մանր մինչև 2.5 միկրոն մասնիկներին, քանի որ դրանք կարող են անցնել մարդու շնչառական ուղիներով եւ հասնել թոքեր։ Փոշու արտանետման նվազեցումն առաջնահերթություն է, վստահեցնում են ձեռնարկության բնապահպանները։ Այդ նպատակով բացանքի ամբողջ տարածքում շուրջօրյա աշխատում են ջրցան մեքենաները։ Փոշեճնշիչ մառախուղային թնդանոթների դերը եւս հնարավոր չէ թերագնահատել։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Ինչպես հայտարարվել էր, ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունները տոնական օրերին հանրապետության ողջ տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Փրկարարներն ու ոստիկանները ապահովել են հասարակական կարգն ու երթևեկության մասնակիցների անվտանգությունը, արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ, քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։ 24/7 ռեժիմով ուժեղացված ծառայություն է իրականացրել փրկարար ծառայությունը, քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության ճանապարհներին իրականացվել են շրջայցեր, սահմանվել է հերթապահություն։ Փրկարարները ձիանառատեղումների հետևանքով արգելափակումից դուրս են բերել 428 տրանսպորտային միջոց, նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 845 քաղաքացու։ Միաժամանակ հունվարի 1-ից 7-ը բարեկային ծառայողները հանրապետությունում ստուգման են ենթարկել 9035 տրանսպորտային միջոց, որոնցից 261-ի անվադողերը եղել են ամառային, իսկ 298-ը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով։ Նշված բոլոր մեքենաների վարորդների նկատմամբ իրականացվել է վարչարարություն։ Տոնական օրերին հայտնաբերվել է նաև ոչ թափ 417 վարորդ, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 810 պատահար, որոնցից 310-ը Երևանում, 500-ը մարզերում։ Պատահարների մասնակից 1592 տրանսպորտային միջոցների ստուգմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 52 արձանագրություն։ Նշվածից ընդամենը 37 մեքենայի անվադողերն են եղել ամառային, իսկ 16-ը եղել են չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողեր։ Այս պատկերը ցույց է տալիս, որ ինչպես ներքին գործերի նախարարության կողմից պարբերաբար իրազեկումների, այնպես էլ բարեկային ծառայության վարչարարության արդյունքում վարորդները հիմնականում դրսևորել են պատասխանատու վարքագիծ, սահմանված ժամկետում փոխարինելով անվադողերը։ Փրկարար ծառայության եւ ոստիկանության ծառայողները համագործակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ եւ առկա մերկասառույցի եւ մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն են տրամադրել գործընկերներին։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։